ուզում եմ գիտեք խոսքս երեխեն հենց այդ որ ես եմ կյանքը ճանապարհը եւ ճշմարտությունը այս ամեն ինչը մենք սենց լսելուց շատ լավ լսում ենք կազալս եւ հասկանում ենք բայց իշքան ենք հասկանում իշքան ենք այս խոսքերը մենք օգտագործում մեր կյանքի մեջ մենք որովհետեւ ժամանակ առ ժամանակ կրոնական վիճակ ենք ունենում ինչ է կրոնական վիճակը երբ որ դու կրկնությունների մեջ ես Այսօր եկեղեցու օր է, եկեղեցի պիտի գնանք, առավոտ կարդալու ժամ ունեմ, էսի աղոթքից ժամն է, ուսեն ժամանակ առ ժամանակ մենք այս ամենն անում ենք, ոչ թե փնտրում ենք, այլ պրոստը անում ենք, ոչ թե մենք դրա մեջ զայնցիրիսովնի, այսինքն հետարկրված ենք, որ փորձենք մեր հարցի պատասխանը գտնենք, որովհետև մի հատ հետաքրքիր ու շատ կարևոր բան եմ իմ համար ու բոլորիս համար պարզ է երևի որ մեր կյանքը բաղկացած է իրավիճակներից, հա, ու լիքը հարցեր կա, որ այդ հարցերի պատասխանը մեզ պետք է որ ունենանք։ Ու ես մի հատ շատ բան եմ տեսել, որ երբ որ դու հարց ունես, եթե մի ամիտ տեղը դարձնում ես, մի կողդ հարցնում ես, կարևոր չէ կողքիդ կանգնողնով է։ Անպայման ինքը պրոֆեսոր է։ Հասկանում ես գլուխ թե ցավում ինքը քեզի դեղերն է նշանակում, եթե ինչ օրենքի հետ է կախված ինքը սա օրենսգիրքն է քեզի իր գիտեցածով պատմում։ Մեր մոտ այս ամեն ինչը կա, մարդիկ սիրում են մեկը մեկին սովորացնեն, բայց այս սովորացրածից այս վերցրած ինֆորմացիայից շատ կարևոր բաներ է կախված։ Նայած թե դու այդ ինֆորմացիան վերցնես կարող է 10 րոպեվա մեջ ինչ որ միտեղ մխիթարվես էր, բայց հարցը սրա մեջ է։ Այս է ճիշտ պատասխանը։ Մենք ռեզուլտատը ո՞նց է լինելու։ Իրոք մենք տեսնելու ենք այն ռեզուլտատը, որի համար որ հենց այդ հաղթնել մեր կյանքի մեջ ծագել էր։ Նայեք, այսօր օբշի գլոբալնի նայում ենք այս ամեն ինչին։ Աստված մեզ ունեցել է մի հատ երկրի վրա, ու ուզում է որ մենք ծնվենք երկնքից երկնքի համար։ Рождение свыше կա երկնքից երկնքի համար։ Այսինքն մենք вообще արարված ենք հավիտենության համար։ Եթե մենք չենք հավատում հավիտենությանը, մեր հավատքը շատ կիսատ է ու շատ սխալ հավատք է։ Մեր սա հավատքը հենց Քրիստոսով հավիտենություն հասնելու է։ Հա, ինքը կոմպլեքս է, ինքը հենց մի միտք է։ Ես ու հավիտենությունը Քրիստոսն ասում էր հենց իր մեջ էլ է հավիտենությունը։ Ու երբ որ մենք ապրում ենք այս երկրի վրա, մենք կառուցվելու process-ի մեջ ենք։ Ու այս կառուցվելու process-ի մեջ մենք ժամանակ առ ժամանակ իրավիճակներ ունենք, ու իրավիճակները մեզի բերում են մի վիճակի, որ մենք շեղվենք մեր ճանապարհից։ Ես երբ որ հոբի կյանքն էի նայում, հոբը այդ փորձության մեջ որ ընկավ, բացի նրանից որ կինն էր սկսել շեղելը հոբին։ Հələ մի հատ էլ 3 հատ ընկեր ուներ, էլանեկան ուզում էին ճանապարհից շեղեին։ Իսկ հոբը այն մի հատ sense լավ օրինակ կա, ասում է ծեր եզին գցում են կալեյայի մեջը, որ կողից ջայլ եզեր որ կապում են, իրան չեն կարում կալեյայից հանեն։ Ինչ անում են, ինքը այդ կալեյայի միջով գնում է, ու ինքը գիտե ինքը ինչ է անում։ Հոբը ինքը գիտեր ինչ էր անում։ Հոբին իշքան որ հարց են տալիս, երևի Աստվածաշնչի մեջ մի դեպքն է, որ ռեալնի հստակ ադկրիտի գրած որ սատանան ու Աստված խոսեցին ու սատանան եկավ հոբի կյանքի մեջ։ Այսինքն այդ ինչ տեսանելի եկել էր հոբի կյանքի մեջ, բայց սաղ ճամփեն տեսանք որ հոբը մի րոպե սատանայի հետ խոսակցություն չունեցավ։ Ես իմ կյանքիս ընթացքի մեջ դաժե մարդկանց եմ տեսել որ մենք մի անգամ միտեղ կանգնած ենք, աղոթում էր ու կռվում էր սատանայի հետ։ Այլ գլուխ դեմ ջարդում սատանա, ինձ իշխանություն է տված որ ես ոտս դնեմ քո գլխի վրա ու դնում եմ քո գլխի վրա, բան, մի կես ժամ խոսած հետո ասում եմ մենք իրար հետ Աստվածաշնչյան էինք սովորում, էլի, ասում եմ աղոթք ինչ է նշանակում։ Ասում է խոսել Աստծու հետ, ասում եմ եղավ կես ժամ է սատանի հետ ես խոսում, Աստծու հետ խոսել, այսինքն մենք կաճված ենք Աստծու հետ խոսել, ու ինչ գործ ունես սատանայի հետ։ Ու իշքան էլ որ շեղեցին հոբին, որ ինքը խոսել մարդկանց հետ, խոսեր սատանայի հետ, ինքը ոչ մարդկանց հետ էր խոսում, ոչ սատանա, իր սա հարցերը տիրոջ հետ էր, ինքը գիտեր որ մի տեղ է հարցի պատասխանը, իր մեջ է հարցի պատասխանը, գիտեր ումից է, ով է ալֆան ու օմեգան, գիտեք Տերն է վազվիշայետ ու ունիժայետ։ Մենք մտածում ենք, որ այդ վազվիշատենելու մեջ ինքը կա, բայց ունիժատենելու մեջ չկա։ Հոբը ասում էր, այդ ինչ խղավոր են, լավ օրերի մեջ մեր Աստված էր, այս վատ օրերի մեջ էլ մեր Աստված չէ։ Ու հոբի կյանքի մեջ ես ինչ որ շատ կարևորը տեսա, այդ ճնշումների, դավլենիների ժամանակ, երբ որ մենք ստեզիեսվայի, այսինքն մեր ճանապարհները ուղիղ պայում ենք, մեր հայացքը Տիրոջի չենք թեքում, յուրահատուկ մի բան տեսա, անտեղ որ ասում է եկավ կանգնավ Տիրոջ առաջ։ Այդ դավլենին սխմեց, բերեց կանգնեցրավ Տիրոջ առաջ, ասում է առաջ քո մասին
լսում էի, հիմի տեսնում եմ։ Իշքան նայում ես բարենպաստ եղավ, այսինքն հասել էր տեղ մարդը։ Ու ուզում եմ մի կարևոր բաժնի մասին խոսեմ, որ մենք մտածում ենք ինքն է կյանքը, ճանապարհը, ինքն է ճշմարտությունն ու դուրը, շատ ժամանակ, շատ իրավիճակների մեջ մեզ կամ ճանապարհ է պետք, կամ դուր է պետք, կամ ճշմարտություն է պետք, ու այս ամեն ինչը ինքն է, բայց ինչքանով ենք մենք սրան լուրջ վերաբերվում։ Մեկը ես խոստովանում եմ շատ տեղեր ինքնագլուխ հազար ու մի բաներ եմ անում ու հետո նորից ընկնում եմ, նորից տրորվում եմ, նորից ողբով հետ եմ գալիս ու տեսնում եմ որ ավելի փոսնել խորացրել էի, որովհետև մի միտքս մտածելու հատկություն ունի ու ես այս կյանք ապրելով հնարամիտ մեկն եմ դարձել։ Իրավիճակն որ կյանքիս մեջ գալիս է, առաջին իմ հնարամտությունս գլուխ է հանում ու դրա այդ սատանայի լավագույն գործիքներից մեկն է։ Դաշե իմ կյանքի օպտը տիրոջը պետք չէ ժամանակ։ Արագած երրորդ գլխի մեջ ասում են «Ինադեյսը նա ռազում свой»։ Ուրեմն գիտե որ մեր ռազումը ինքը մտածել գիտե, ինքը առաջարկներ ունի, այդ ռազումից լիքը առաջարկներ կա։ Ու իրավիճակների մեջ ես մի բան որ հասկացել եմ, Աստված մեզ ասում է «Прежде ищите царство Божие»։ Ասում է, չի ասում են մնացածն հետո իրար հետ կճարենք։ Չի ասում հետո նորեք երթաս են մնացածի հարցը գլուծես։ Ասում է «Всё остальное тебе приложится»։ Այստեղ իշքան ենք հավատում։ Ընեն չի որ հենց սկսեցիր քայլելը մեկից приложится եղնում։ Դու դաժե քայլում ես տիրոջ մեջ, օրինակ աշխարհում որ հարցեր ես լուծում, մեկ ես գում ես որ դեպի լավին է գնում։ Դեպի լավին է գնում։ Իսկ տիրոջ հետ քայլելու մեջ բաներ կա ու կարող է այն մարդը ելե երկրից երկիր երեկե Քրիստոս Հիսուսին մոտեցավ, գտավ ու փոխանակասային որ արդեն երեխեդ լավ է, մի հատ էլ ասին երեխեդ մեռավ։ Կարար թևերը թուլնար էլի։ Այսինքն մի հատ քննություն ունենք հանձնելու ամեն իրավիճակի մեջ։ Ամեն իրավիճակի մեջ մենք դեպի տիրոջ նոր գնում ենք ու տիրոջ հետ հանդիպելու որ տիրոջ հետ այդ հարցին լուծում տանք, մի հատ քննություն ունենք հանձնելու։ Երբ որ այդ քննությունը այդ մարդու պես դաստոյնի ինչ հետարքիր ասես, դու մինակ հավատա։ Քո գործը հավատալն է։ Եկե հասել ես ինձ, լավ ես երը, դու հավատա, այդ հարցին ես լուծում կտամ։ Հիմա երբ որ դու քո հարցերի մեջ գնում ես, հազարատ խոչընդոտ է լինել, ունեն չէ որ հոբի ընկերներից մենք չենք կամ մենք չունենք։ Մենք համ ժամանակ առ ժամանակ հոգի ընկերներից ենք, համ է ժամանակ առ ժամանակ մենք էլ դենց ընկեր ունենք։ Ունեն չէ որ մենք կողերես մարդ չունենք, որ ինքը հա փորձում է քեզի աճ ու ձախ թեկի։ Մենք պետք է այդ ժամանակ մի բան հասկանանք, որ Աստված մեզ ինչ է պատվիրել, որ մենք իր երեսը փնտրենք։ Հա, այսի շատ կարևոր բաժին է, ուզում եմ Պարալիպամինոն, երկրորդ Պարալիպամինոն հայերեն կներեք, մնացորդած, հա, իրավիճակներ ցույց տամ, когда երկրորդ Պարալիպամինոն 12-րդ գլուխն է, когда царство Рувама утвердился, и он сделался сильнее, тогда он оставил закон Господа, и вся Израиль с ним. Երբ որ մարդու գործերը լավանում են մի քիչ վիճակը սկսում է լավանալ, մենք խաբարել չենք եղնում, խոնեն չի որ մենք միտումնավոր թողնում ենք։ Մենք պրոստը առաջ շատ երեք ընկերս զանգել էր դրսից, իրար հետ խոսում ենք, ասում է տեսար ինչ լավ գործ էի սկսե, ուզում էի լիներ, ուզում էի քեզ էլ օգնեի։ Հա, էլի, այս գործի մեջ ասում եմ ես այսօր ավելի ուրախ եմ։ Հիմա որ քո վիճակը տեսնում եմ, ընկել ես տիրոջ երեսն ես փնտրում։ Քո գործերն որ լավ են, հիմա ինչ պետք է ղերգեիր, փող պետք է ղերգեիր, Տերը մեզի է բաց թողե։ Եվ մենք կարիքավոր եղենք, մենք կարիք ունենք, Քրիստոսն է մեր կարիքը։ Ասում եմ, փառք Աստծո, ես հիմա ավելի ուրախ եմ, որ ոչ թե ինձ փող ես ղրկում, այլ զանգել ես վիճակը տեսնում եմ, որ մի մարդ է ով որ երեսն է փնտրում։ Դուրից առաջ որ խոսում ենք, ինքը մինակ գործերից էր խոսում, որ մի լավ է լինելու, ես տիրոջը զարմացնելու եմ, բերելու եմ պես փողեր դնեմ տիրոջ ոտի տակը, տիրոջը քո փողերը պետք չէ, տիրոջը քեզից հեչ բան պետք չէ, տիրոջից դու ես պետք, Տերը քեզի է կարոտնում ժամանակ առ ժամանակ ու ասում է, արի ես քեզի եմ ուզում, հա, ու ստեղ հետաքրքիր մի բան На 5-й год царствования Рувама Сусаким царь египтотский пошел на Юравама, потому что он оставил Господа. Գիտեք, երբ որ մարդը թողում է, խնդիրները իրանք քնած չեն։ Իրանք սկսում են արդեն մարդու վրա հարձակվել է։ Բայց при этом ուզում եմ ցույց տամ լուծումը կա, Տիրոջ խոսքի մեջ միշտ մեզի համար որ նայենք Աստվածաշունչը, չէ, մարդիկ են ու իրավիճակներ։
մարդիկ են ու իրավիճակներ, ու ցույց է տալիս այս իրավիճակների մեջ մարդիկ մնացին այդ լաբիրինտի մեջ, թե այդ լաբիրինտից դուրս եկան, թե կարացան դուրս գային։ Հիմա մի հատ հետաքրքիր բան ասեմ, ես կներեն աղբերներ օրինակի շատ ժամանակ այնտեղ եմ բերել, ասում եմ մի նարկոմանին այդ լաբիրինտից հանելու համար, եթե սա աշխարհի թագավորները իրանց պսիխոլոգներով, իրանց բժիշկներով, իրանց միլիցեքով ու պաժարնիկով որ գան, դժվար թե կարանան մի հոգու այդ լաբիրինտից դուրս հանեն։ Այդ ճանապարհի մեջ այդ լաբիրինտից հանողը մինակ ու մինակ Աստված է, ուրիշ մեկի մոտ չի էլ ստացվի։ Այն օրը մենք մի լավ լուրջ վկայություն ունեցանք, օրենքը եկավ մտավ նես, միլիցեքը եկան մտան նես, խոսելու ժամանակ խոսում է տղերքին ասում է մենք հավատում ենք որ ստեղից մի բան դուրս է գալու, որովհետև որ հելել ենք խոսալու ինձ ասում է գիտես ես մի ձևի եմ հասկացել, եթե նարկալագիչիսկում մարդ է փոխվե, ուրեմն ձեռնաստվածաշունչ ենք է։ Ասում է եթե բերտում է մարդ փոխվե, ուրեմն այն էլ է աստվածաշունչ, ասում է այսօր ձեր մոտ տեսա, սեղանի վրա լիքը աստվածաշունչներ էր դրված, ասի ստեղ հույս կա որ այս մարդիկ փոխվեն։ Ասում ես արդեն իրանք էլ են սկսել ավետարանելը, փառք Աստծո։ Նայում ես որ Տերը իրոք ինքը ցույց է տալիս որ միակ ճանապարհն է ու միակ դուռը, մի հատ ելքը, փառք իրան այս ամեն ինչի համար։ Էսի բայց կարա մենք գիտենանք մեր կենոնական մշլենու մեջ, գիտենք, բայց չենք օգտագործում։ Գիտենք, բայց չենք, ես մի հատ հետաքրքիր բան եմ տեսել, չգիտեմ ինչքանով է ճիշտ։ Ինտերնետում տեսա, մեկին գտել էին, բացահայտել էին որ սովից էր մեռել։ Տուն նոր քանդել էին $25,000 փող էին անել։ Հավաքող մարդ է եղել, բայց ժադնությունից վայթե սովից մեռել է չէր կերել։ Հասկանում ես, որ ունենք ու չենք օգտագործում, ում է պետք։ Մեզի այս խոսքը տրված է օգտագործելու համար, Աստվածաշունչն էլ ասում է, ով որ չի օգտագործում, ինքը ինքնախապեյությամբ է զբաղված, որովհետև այս խոսքը ինքը զորավոր խորհրդի գիրք է, ինստրուկցիա է, ու ամեն ինչ էստեղ կա, երբ որ մենք իրոք մտնում ենք իր երեսը փնտրելու։ Հետո գալիս է пророкը Մարկարեն, тогда Самия пророк пришел к Руваму и к князьям Иудеи, которые собрались в Иерусалиме, спасаясь от Сусакима, и сказал им: Так говорит Господь, вы оставили меня, зато и я оставил вас в руках Սուսակիմը։ Նրանից հետո մենք օրերին օրից կարդում ենք նույն Մարկարեն ասում է փնտրեք երեսը, քնդեք իրան, իր հետ հարցերը կլուծեք, մնացածը կտրվի։ И делал он злое, потому что не, есել արդեն 14 խոսքն եմ կարդում, И делал он злое, потому что не расположал сердце своего к тому, чтобы взыскать Господа. Ու նորից եմ ասում իրավիճակների մեջ, մարդը ինքը մի անորմալ կերպար է դառնալու, գիտեք երկու վիճակ կա, փորձությունը քեզ կարա դեպի Տիրոջը տանի, բայց եւ կարա աժիստաճի տանի, որովհետեւ Տերը հենց ինքն էլ ասում է՝ «Նի աժիստաճի է սիրտա վաշե»։ Օրինակ նույն Հոբի դեպքում, երբ որ Սատանան խոսում էր Աստծու հետ, ինչ էր ասում՝ «Հələ թող գնամ իր կյանքի մեջ, ու տես այս մարդը մի գազան մեկն է դառնալու, դաշե քեզ է հայոյելու»։ Այս է մեր տեսակը, մենք մեր մասին պետք է իմացություն ունենանք, որ մենք ինչ տեսակ ենք ու ինչքան վատն ենք, ու եթե մենք չունենանք ասվիշյոնի նշանակում է տեղեկացված, եթե մենք տեղեկություն չունենանք, որ իրավիճակների մեջ մենք ինչ պետք է անենք, ու երբ որ իրավիճակների մեջ այս ինստրուկցիային, այս խոսքին համապատասխան սկսում ենք շարժվել ու գործելը, ես գիտեք հավատացյալ ինչի եմ մնացել ու դա իր ողորմությամբ բերվել եմ, բայց որովհետև տեսնում եմ որ աշխատում է, ինչ որ ստեղ գրված է, ինքը կենտանի ու գործող։ Առանց պատասխան Տիրոջ խոսքը դար չի դառնում, ինքը գալիս է, ինքը գործում է, ինքը իրական է։ Ես օրինակ չէի կարա մուսուլման լինեի։ Ես բուդդիստ չէի կարա լինեի։ Այնտեղ է լուրջ, խելացի, իմաստուն բաներ կա։ Այնտեղ է լիքը բաներ, բայց ես տեսել եմ որ այս մեր Աստված հայրալ է մեռելուց, իրոք հայրալ է, որովհետև իմ կյանքից մեջ իր իրականությունն երևում է։ Ծեծելուց, մխիտարիցել, դաստիարակելուց, քաջալերելուց, բարձրացնելուց։ Գիտեք, մենք ստիպում ենք որ Տերը մեզի ծեծի։ Գիտեք, sense մի տեղ եմ ուզում պլաչ Իրիմեյը կարդամ, sense մի տեղ կա գրած, նայեք ինչ ձև է։
ибо он плач Иеремия 3:33, ибо он не по изволению сердца своего наказывает и огорчает сынов человеческих. Հնեն չի որ ինքը ուզում է որ մեզի նեղություն տա, թե մեր ծուր ու սխալ գնալու երեսից է այս ամեն ինչը։ Երբ որ մենք սկսում ենք ծուր ու սխալ գնալը, ճամփից դուրս գալը, հա, ու մեր կյանքի մեջ սկսում են խնդիրներ գալը, ու փառք Աստծո երանելի մարդ են։ Ես երեք օր ընկերոջս հետ խոսում էի, մի միտք էի առնում, ասում եմ ինչ լավ եղավ որ չհաջողվա։ Այսօր ամենավախենալու տեղը հաջողվածը, երբ որ մենք մտածում ենք որ մենք հաջողվել ենք, եթե մենք ֆինանս ունենք։ Եթե դաժե մեզի սատանան խապելու որ մի քիչ վիճակներս լավանա որ տեսնենք սաղին պետք է հասնենք սաղին մենք պետք է Աստված աշխատենք մեզի Տերը չի կանչում որ մենք հասնենք սաղին օգնենք սաղին հələ չգիտես էլ եթե դու իր այդ հարաբերություններ չունենք այդ մեր օգնածը իշքանով է Տիրոջը դուր գալու այնքան օգնություններ կան որ Տիրոջ համար հեչ դուր է գանել չէ որովհետև Տերը ինքը չի ուզենա որ հա օգնողները Անեն են ինչ որ Տերը ինքը մարդուն նեղությունների մեջ է բերում որ մարդը դառնա դեպի Տիրոջը ու դու գնացել ես այդ մարդուն ես մոտարապես միշտ այս օրինակը սենց եմ տեսնում իմ երեխես որ չարություն ունի ես որ տնից դուրս հանեմ մենք սենց օրինակներ շատ ունենք այս վերականգնողական կենտրոնի հետ կախված մի հատ ախպեր 10 քանի տարի իր նարկոման տղուն պայել էր վերջում հասկացել էր որ շատ սխալ են պետք է այստեղ են մի քիչ ելնի դսերը թափառի վերջը պետք է հասկանա հետո ինչ որ իրանք շատ ունևոր մարդիկ են հանել էր դուս էր շպրտե տղուն ու քուրը տանում տունը պայում էր հոր քուրը գնում էր կռիվ էր անում ասում էր ես ինչ ես անում ես իմ երեխուս չեմ սիրում կամ տունը մենք կառավատ չունենք մենք տունը տակ տեղ չունենք ես հաց չունեմ տալու ինչ ես սենց բան անում ու թշնամի էին դարձել թե ինչ ես լավություն ես անում գիտեք Երբ որ մենք նայում ենք Աստվածաշունչը շատ հետաքրքիր ձևի է այս ամեն ինչի մասին խոսում ու Աստված հենց մեզ ասում է ինքն է առաջարկում իշիչե հա իշիչե լիծա մայեվո Տերն ասում է ու երբ որ մենք տեսնում ենք Տերը մեզի խոսում է մի հատ ուզում եմ կարդամ 13-րդ գլուխի մեջ հա ասա թագավորի համար եմ կարդում 15-ն է Тогда на Азарию, сына Ададея, сошел Дух Божий, или пророке Маркареи вра, и вышел он навстречу Асе и сказал ему, послушай меня, Аса, и все Юда, и Вениамин, Господь с вами, когда вы с ними, и если будете искать его, он будет найден вами, если же оставьте его, он оставит вас. Նայ, կազալես ինքն է Աստված, բայց առաջի քայլերը մեզից է։ Եթե մենք ենք թողնում է, եթե մենք ենք սկսում փնտրելը, այսինքն այս առաջի քայլն որ մենք ունենք անելու, ամենակարևորն որ մեր նապրավլենին դեպի Տիրոջը դարձնենք։ Իրավիճակների մեջ հարցերի պատասխանը մեզի պետք չէ որ մարդկանցից լինի, եթե այդ մարդը Տիրոջից չէ։ Մեզի պետք չէ որ իտո եթե մարդուց է, լավ կլինի որ անպայման խոսքովը հիմնված լինի, հոգովը առաջնորդված։ Ես նորից եմ ասում, Տերը նայած հասակի մեջ մերեդին ձև է խոսում։ Ժամանակ կա, երբ որ մարդը կարևոր է որ մեր կյանքի մեջ խոսի, բայց ժամանակ կա որ Տերը ինքը անհատական հարաբերությունների մեջ ուզում է որ հենց ինքը քեզ ասի։ Որովհետև եղել են դաժե իմ կյանքի մեջ մարդիկ, երբ որ մի մարդ ասեց, «Էս ինչ մարդուն հանի վերականգնողական կենտրոնից», հարց եմ տալիս, ինչի համար մեր տղերքից մեկն էր մի քիչ լավ չպայեց իրան։ Պես մի քիչ վատ խոսեց, ասեց իրան հանի, ասի ինքն էլ պես օպտնի մարդ է, էլի։ Հա, հոգևոր։ Ասի, բայց ինչի համար։ Ասեց, գրված է, убери кошувника, стада твое очистится։ Ասում եմ, բայց Աստված ասեց որ ինքը կաշուվն։ Ինքը եդերոպեի տակ ես գիտեմ, ճանաչում եմ այդ մարդուն։ Համարյա 4 ամիս մեր մոտ էր, ու ինքը տրվեց էմոցիաների մի բան արեց, որ նոր պետք է չաներ։ Ես գիտեի որ մի 15 րոպե դու զղջալու էր այստեղ են, էլի, որովհետև ճանաչում եմ։ Հետո էլ գիտեմ մենք Տիրոջ հետ կրված չենք, լավ որ մեզի չի ասում, Իրան է ասում, մենք դեռ մեջի ծառայողն ենք, էլի։ Կազալ մեզ էլ ասել, դեղից է պատվիրժդենի լիներ, քավատամ, էլի։ Պետք է զգուշ լինենք, հոգով շարժվող լինենք, խոսքին համապատասխան նոր հասկանանք որ Տերը ուզում է որ մենք այս ամեն ինչին շատ հետևողական լինենք։
ու մեր կյանքի մեջ ամեն հարցին պատասխան անպայման Տիրոջից կա։ Ես նորից եմ ասում, պրոստը նեն չի։ Օրինակ աշխարհում մեջ մենք սովորել ենք, գնացիր հարցը տվից տեղին պատասխան արեցիր։ Տիրոջ հետևից որ սկսում ես գնալ, ինքը ասում է արի։ Գնում ես արի։ Մի քիչ լենանալու, լույսերը բացվելու տեղը ավելի կարող է նեղնի, կարող է ավելի մութ թվա, կարող է թվա, որ այս հարցը չի էլ լուծվելու, որովհետև անօրենը քնած չէ։ Մեր Աստված ասել է бодрствуйте, գիտեք, վրаг վաշ դյավոլ։ Ու ինքը քնած չէ, բայց այդ ժամանակ մենք քննություն ունենք հազնելու։ Մենք հավատքի քննություն ունենք հազնելու։ Հարի վերջ մնալու ենք, գիտեք, Տերը միշտ ասում է, որ ով որ մինչև վերջ գալիս է, այնի է նագրադը վերցնում։ Ասում է լինենք ֆարաոն այդ բանը, ինչեր այդ սպորտաձևի անունը շատով որ վազում են, հա, մարաթոն վազողների պես, հա, ով որ հասնելու է տեղ, ու Պողոս Արաքյալը շատ ուժեղ ձևի մեզի համար ասում է, որ ընտասկս անցա ինչը չկորցրեց։ Հավատքը չկորցրեց, այսինքն սա ճանապարհի մեջ իր հավատքի վրա փորձություններ կան։ Ու նորից իշկանով ենք մենք այս գրքի հետ ու իր հոգով հաղորդ մեր հարցերի ժամանակ։ Ես օրինակ իմ տեղից խոստովանում եմ ու ուզում եմ որ աղոթենք, գիտեք, ես ժամանակ առ ժամանակ, երբ որ իրավիճակներ են իմ կյանքից մեջ գալիս, ավելի շատ իմ կյանքից հնարամտությունով, իմ մարդկային հասկացողությամբ փորձում եմ իրավիճակները կներեք ես բարիս համար տեղը գցեմ ու հետո այնքան եմ զղջում, տեսնում եմ որ ավելի վատ եղավ, ավելի դժվար եղավ։ Ես ուզում եմ հստակ կախված լինեմ, ուզում եմ երկինքն արձագանքի։ Ամեն անգամ ինքն արձագանքում է։ Հենց սրանից ենք հասկանում ենք, որ ինքը կենտանի է, հայրալնած մեռելոց։ Սրանից ենք հասկանում, որ ինքն իրական է։ Թե չէ որտեղից պետք է հասկանան։ Աստծո երազնենից պետք է երևա, որ դու դաժե ուզենաս հակառակը պատմես, սաղասեն տո, չէ կարա մարդկայինով լինել։ Այդ ինքն է հենց Աստված։ Այս մարդիկ որ դաժե Աստծո անունը չգիտեն, ասում են ģեր բնական է։ Փառք Աստծո, ես որ իրոք ճիշտ տեղում ենք, ճիշտ շարժվում ենք ու Տերն է տարեհաստերը։ Շատ բաներ մեր մտքերից դուրս են։ Ամեն։ Տեր օրհնի։